Ողջույն։ Ողջույն։ Խոսում է Երևանը։ Քանի որ Լվովյան փողոցը բոլորդ քաչ գիտեք։ Դա բայց մեկը ցուցադրում է դա։ Համարը չի ցուցադրում։ Խոսում է։ Մարտի 16-ը։ Ժամը 6-ը։ Ճիշտ է։ Եվ 9 աստիճան։ Հայն, հա։ Այո։ Լավ է։ Գարունը համարցակ առաջ է գնում։ Հա, բայց մարտը արդեն իր գժություններն է ցույց տալի։ Դες այսօր քամոտ է։ Սովորաբար մարտին շատ են եղնում քամիները, բայց սա առաջի անգամ է, չէ՞ ոնց որ։ Մարտը ինչ ուզի կանի, այն մորդ։ Կուզի քամի կանի, կուզի ձուն կբերի, կուզի անձրև։ Ուրեմն ինչից սկսվեց։ Ինչ է։ Հեսա կասեմ, երեկոյան կոմենտներն էի նայում, դե երեք լավ հանգստի օր էր։ Ես շուն կա։ Լավ են համարձակ վազում էր երկար ժամանակ։ Մեր աղջիկները եկան, մի խոսքով։ Հա, ֆիլմ նայեցի Սաշայի գրած գրքով։ Ոնց էր կոչվում, մոռացա։ Չգիտեմ, ես Երկու թե 3 սերա նայեցի։ Բարձվեց սեզոններով բանով ֆիլմա։ А существах больших и малых, դες ինչ-որ մի հատ բան էր։ Սաշա ջան, շատ շնորհակալություն։ Ափսոս ժամանակ չունեմ, չեմ կարծում, որ էլի կարողանամ նայեմ։ Այսինքն մի օր որ չնկարենք վիդեո, կարամ նստել։ Այ։ Մտարամ մնապուսը։ Հա, շեղվեցի։ Ուրեմն Իգերը կոմենտ էր գրել, որ լուսանկար է գտել համացանցում, Ազնավուրի հրապարակը գրել էր 30 թե 40 թվին։ Այդ 40 ֆանտանի տեղը 40 թվի նկարան այդ։ Հա? Հա։ Թե 40 տարի առաջ։ Լավ։ Ես ուշադիր չեմ կարդացել։ Դե կարող է ես եմ սխալվում, չգիտեմ, մի խոսքով հին լուսանկար, լավ կարևոր չի որ թվի։ Որտեղ։ Որտեղ այդ շատրվանի տեղը երկու հատ մեքենա էր կանգնած։ Ու ես մի անգամից հիշեցի, ուրեմն Յակով Զարգարյանը մի հատ շատ լավ գիրք է գրել։ Յակով Զարգարյանին կարող է հիշեք, հին երևանցիները, որ հանդիպում լուսանկարվում էինք, մի ժամանակ, այ, երբ որ Միկուլը կար դեռ, իմիջալոց Միկուլը հետաքրիր էր ինքը, հիշում ես անայդ, սենց պայուսակով գնում էր, ման էր գալի քաղաքով։ Ֆոտոներ էր բաժանում։ Ու սկզբից ֆոտոներ էր անում, ասում էր մի րոպե էլի մի հատ քեզ նկարեմ։ Նկարում էր, հետո էլ միշտ պայուսակի մեջ էր, ում որ հանդիպում էր, ում որ նկարել է, հանում էր լուսանկարը տալիս էր։ Այդ սկզբից, հետո Միկուլը մտածեց այդ պրոյեկտը, որ հանդիպեն, քանի ինքը կար շատ ուշադիր հետևում էր, զանգահարում էր Մոսկվա բան, ում որ գիտեր, ու հրավիրում էր, դե տեսել եք այդ նկարածները, ահագին մարդ էր գալի, ֆուտբոլիստներ, կոմպոզիտորներ բան, ու Յակով Սերգեևիչն էլ 2 թե 3 անգամ կար ինքը այդ հանդիպմանը, Յակով Սերգեևիչը մի հատ հետաքրիր, ինքը դաշնակահար էր, դասախոս էր բան, հետաքրիր հոբի ուներ, որն փայտից ձվեր տաշում էր ու տարբեր նկարիչների խնդրում էր այդ ձվերի վրա նկարեն։ Դե ինքը քաղաքում շատ ճանաչված մարդ էր, նամանմանդ իրա փոքր եղբայրը, Գենրիխը, ասենք Սարյանը, Մինասը, մի խոսքով շատ հայտնի նկարիչներ, ոչ միայն հայն, իրա համար տենց ձվերը նկարում էին իրա, մեծ կոլեկցիա ունի տենց ձվերի։ Բայց դրա մասին չի խոսքը, ինքը մի հատ շատ հոյակապ գիրք կա գրել, կոչվում է «Из далекого и не очень далекого прошлого». Այսինքն հայերեն ոնց կլինի, հեռավոր և ոչ շատ հեռավոր անցյալից։
Ու Երևանի մասին այդ գիրքը շատ լավն էր։ Ինձ ժամանակին ուրեղբորս տղան որ մահացավ, ու տենց այդ օրերին որ իրանց տուն էին գնում գալի, մի օր կինը հանեց, ասեց Արմեն ուզում եմ այս գիրքը քո մոտ լինի։ Ու այդ գիրքը ինձ տվեց։ Երեկոյան հիշեցի այդ գիրքը, ասեցի այ մարդ, մի հատ գտնեմ հələ նայեմ այնտեղ հետաքրքիր բաներ կար։ Բացեցի այդ գրապահարաններ, մեկը երկրորդը sense նայեցի, ոչ մի ինչ գտա։ Հուսահատ եկա, ասեցի լավ ինտերնետով փորձեմ գտնեմ։ Անահիտին ասում եմ կարող է այդ գիրքը, ասեց սպասի զբաղված եմ։ Մեկ էլ ինտերնետում եմ արդեն մանգալի, մի 5 րոպե հետո բերեց ֆոկուսնիկի նման, չգիտեմ որտեղից անեց։ Բերեց դրեց դեմս այդ գիրքը։ Պարզվեց Անահիտ, որ մի վաղտ, երբ որ ես գիրք էի կարդում երեկոները, մեր տունը շատ հարմար էր երեկոյան գիրք կարդալու համար, եթե հիշում ես բասկատորի հետևը տորշեր ունեինք, են իմ սեղանի մոտ նաչնիկ ունեինք, լավ լուսավորում էի ու հանգիստ կարդում էի, պարզվեց, որ տորշերը կա, որ ոչ այդ նաչնիկը կա, գնացի մի հատ խոշորացուց բերեցի, սկսեցի դրանով նայել, տեսա հետ էլ զբաղմունք չի, այտենց, հիմա ինչ չէր այդ գրքում ու ինչով այդ կադրված Չիլինգարանի կոմենտի հետ, Ընկար շեղվեցի։ Ես այդ գիրքը այն ժամանակ արդեն կարդացի։ Շատ լավն էր, չէ՞։ Հոյակապ, հա։ Ինձ թվում է Յակով Սերգեյիչը մեծ նվեր է արել երևանցիներին այդ գրքով։ Հիշողություններով։ Այո, ժողովուրդ ջան, ինտերնետում պրինցիպի կարակ գտնեք, բայց այնտեղ այնքան մանր էր, ես ինչքան մեծացրեցի, բան այնտեղ էլ չկարացա կարգին կարդամ, բայց մի ուրիշ ձև կա, ես հիշում եմ մի վաղ ես տենց անում էի։ Ինտերնետում գիրքը գտնում էի, տանում էի այդ քսերոքսի տեղերը, երեխեքին տալիս էի, քսերոքս էին անում։ Մի ժամից հետո Ամ խոշոր, դե այն վաղտ այդ խոշոր այդքան կարևոր չէր, տորշեր ունեինք։ Բայց ինքը գիրքը ոչ մանր շրիֆտով է գրած։ Չէ, ասի, ամեն դեպս երեք ես հակին տանջվեցի, համարյա բան չկարացա կարդամ։ Բայց այդ հիմա անցնենք Ազնավուրի հրապարակին։ Ուրեմն Յակով Սերգեյիչը գրում է, իր այնտեղ մի հատ գլուխ կա, իր փոքր եղբոր մասին է, շատ հետաքրքիր անձնավորություններ, շատ սիրված երևանցիների կողմից, բայց շատ ունիկալ մարդ էր, էլի, հեշտ մարդ չէր, շատ կատակասեր, մի խոսքով, երեխի մասին, հա, իմիջիալոց ասեմ, եռակի չեմպիոն էր սովետական միության ավտորալիով, ու հետո կյանքի վերջի տարին հիվանդ վիճակում ինքը դարավ 4-րդ անգամ չեմպիոն, սոսկալի ծանր պայմաններում արդեն չեր կարա ուտեր, հյութ էր խմում մենակ, այդ ռալիի ժամանակ պատկերացնեք, ասենք 24 ժամ քշում են ու ինքը այդ վիճակում հələ չեմպիոն դարավ։ Մի խոսքով երիտասարդ մահացավ։ 42 տարեկան էր, եթե չեմ սխալվում։ Հա։ Հենրիխը ուրեմն այ հենց այդ հրապարակի մասին է գրում Յակով Սերգեյիչը, տաքսիստ էր, հա, ինքը Հենրիկը։ Ընդ որում Սարյանին էր տանում էտյուդների ահագին մարդիկ կային հայտնի, որ իրան գիտեին ու շատ իրան սիրում էին։ Հա, հետո Սարյանի մասին կարծեմ պատմել եմ ես ոնց էին իրանք դուրս գնում։ Մի խոսքով, հետո էլի բաներ կպատմեմ, հիմա մենակ այդ հրապարակի մասին պատմեմ, դրանով ավարտենք, անցնենք մեր հաղորդմանը։ Ես միասնիկյան մտանք։ Ուրեմն Երևան հյուրանոցը այն ժամանակ ինտուրիստն էր, Արմենիան չկար, երևի ինչ-որ 50-ական թվերի մասին է խոսքը, ու այդտեղ դե արտասահմանյան տուրիստներ էին, դրա համար այտենց երկու մեքենա ոնց որ ինքը գրել է, միշտ այդտեղ կանգնած էին, ու մեջը ովքեր էին պարզա, ու վարորդներն էին այդ կոմերը ալնում, որտեղ հարուստ կլիենտներ էին դուրս գալիս, ստանում էին, ման էին տալել, տաքսիի վարորդները, ու երեխը շատ սիրում էր դրանց հոգու հետ խաղար,
Օրինակ, մոտենում է այդ մեքենաներից մեկին, ասում է, ախպեր ջան, ասում է, այս մեքենայիդ համարը ինչ ես անընդհատ փոխում, էլի, մի հատ ասամ ենք էլ իմանանք, ինչ որ մի լավ բան է, այդ, սա ջղայնանում եմ յանքանից, բայց քեզ ով ասեց, որ ես փոխում եմ, ասում է, երեք ուրիշ է, այն ուրիշ մեքենա էր, ասում է, անգեր ջան, ես տաքսիստ եմ, ասում եմ, մեքենաները շատ լավ ճանաչում եմ, երևի դու չես նկատես, բամպերդ քերծած է, այն հետևի կռիլոն ասում եմ, մի հատ փոքր փոս է, երեք լրիվ ես նույն մեքենաներ, սա գժվում է, ասում եմ, գնաց տեղից, մի խանգարի զզվեցրիչ բան, տաքսիստները ընդե կանգնած ծիծաղում են, հետո ասենք, մեկը մտամ թերթ է կարդում, դե ուղիղ ասենք KGB-ի աշխատողներ, հա, մտամ թերթ է կարդում, սենց հեղված ունին, Իրանց սիրած պոզանը, չէ, թերթ կարդում, բայց թերթի տակից իհարկե նայում է մուտքին, էլի, ով է դուրս գալի, ով է մտնում, այս հերիխը, ու դե պատկերացնում եք, սաղ տաքսիստները կանգնած նայում են, հիմա ինչ է հանելու, էլի, մոտենում է սենց ականջին ասում է, թերթը թարսես բռնի, սա մեխանիկորեն թերթը պտտում է, են տաքսիստները ընդը ծիծաղից թույլանում են, հետո դա նկատում է, էլի, որ ճիշտ էր պահել, պատատում է թերթը գնում է ենքում թարս նայելով, մյուս բանը, ուրեմն դիմացի մայթը Աբովյանի վրա, կարող է երևանցիները իշեն, այդեղ փոքր շենքեր էին ու տակը բուտկաներ էին, հա, հիշում եմ ես էլ, մի հատ բուտկա ասում է, ուրեմն ջուր էր ծախում, էլի, գազավորված ջուր էր, մենք էլ ասում է տաքսիստներով միշտ այդեղ խմում էինք, հետո տեղի բնակիչները, բակի նույնիսկ մարդիկ էին այդեղից խմում, բան, լավ բուտկա էր ու միշտ շատ լավ առևտուր էր այդեղ գնում աշխուժ, էլի, մեկ էլ մի օր, այդ բուտկեն այդ աշխատողը անհայտացավ, այդ ջրերը վերացան, եկան ինչ-որ վսսանտ ռեմոնտ արեցին մեջը, հեռախոս անցկացրեցին, ու դրանից հետո մի հատ մարդ է նստած, այդ բուտկայի մեջ էլ ոչինչ չկա, մենակ այդ մարդն է նստած ու սենց ուշադիր նայում է այդ, էլի կակվոշնիկա, հա, նայում է այդ մուտքին, հիմա այս Հենրիխը այդ տաքսիստները այդ իր բանի անունը դրել էին Ցուլամարտ, ուրեմն մոտենում է այդ բուտկային, սենց թերթը, բացում է թերթը ու սենց պահում է, կարդում է թերթը, բայց այս աջ կողմը նենց է պահել, որ որ նա չտեսնի, լուսամուտը լրիվ փակում է, նա խփում է լուսամուտին բան, սա բան այնտեղ չի դնում, ուշադիր թերթն է կարդում, վերջը նա դուրս է գալի, ասում անգեր ջան, փակում ես պատուհանս, են կողմ գնա, վայ ասում է կներես, գնում է հակառակ կողմը, բայց հիմա էլ այս կողմից է թերթը բացում փակում, սա էլի դուրս է գալի գորգորում է բան, մի խոսքով տենց, բայց այդ պատմությունը հիշեք, որտեվ հետո կպատմեմ, ոնց է ինքը այդ պատմության մասին ու ինչի, զրուցում է Բադամյանցի հետ իր կաբինետում, Բադամյանցի, Բադամյանցը բաններ էլի, KGB-ի շեֆներ էլի մեր, հա, լավ, այսօր բավական է, անցնենք Երևանյան, բայց ես մի նկատողություն ունեմ, դու որ Միկուլի մասին խոսեցիր, ասիր Միկուլը կազմակերպեց այդ հանդիպումները, ախր այդ բանն էր, Տիգրանը, այո, գիտարիստ Տիգրանը, չէ այդ իդեան, հա, միտքը Տիգրանինն էր, բայց հետո մենք հասկացանք, որ բան էր, մատորը Նիկուլն էր, որտեվ տես Միկուլի մայից հետո Տիգրանը մի անգամ կազմակերպեց ու ասեց, որ առանց Միկուլի այդ հնարավոր չի կազմակերպել։ Միտքը ճիշտ ես ասում, Տիգրանին։ Բայց Տիգրանը Մոսկվայում չէ ապրում։ Հա, Մոսկվայում է, բայց հաճախ գալիս է այստեղ։ Այդտենց։ Այս հիմա այս փողոցը էլի Երևանյան լեգենդներից մեկն էր, հիշում եք, շատ եմ պատմել։ Շարիմանյանը պրոֆեսոր, մանկական քիրուրգ, հոյակապ մասնագետ ու մարդ։ Ու իրան էլ էր Երևանը շատ սիրում։ Ասում եմ ինչքան փոքր էր, չէ Երևանը։
որ բոլորը իրար ճանաչում էին։ Դե այդ ժամանակ մոտ 500,000 էր անայդ, հետո Դե բոլորը իրար ճանաչում էին, ես հիշում եմ այն իմ մանկության Դե ժամանակ։ հələ մինչև հիմա խոսում ես ահագին ծանոթներ է դուրս գալիս։ Հա, ճիշտ է փոքր էր։ Ավետիք Իսահակյանը մաներ գալի որ զբոսանքի էր դուրս գալիս, ձեռները հետևը գցած։ Փայտնել ձեռը, չէ՞, ես էլ եմ Ու հիշում։ բանը Ով որ բարևում էր իրան, Հա, չէ՞։ բայց ես փայտը չեմ հիշում, ես դրա համար կանգնեցի մի րոպե, որտեղ երկու ձեռը հիշում եմ հետևը գցած։ Անայդ այն արձանը որ կա, Հա։ точно այդ ձևեր։ Ես Պուշկինի վրա էի իրան հանդիպում, այդ փայտնել ձեռքում էր, հետևը էլի։ Դե Հա, դե դե արշավից ես չէ ապրում այդ տունը, հենց Պուշկինի ու Փարպեցի արձանի մոտ անկյունն չէ, էր։ հա։ Մի խոսքով բոլորի բարևներին ինքն էլ գլուխ էսպես էր արել։ Ճիշտ է, տապերտալի։ Ես Պատասխանում էր այդպես էլի։ չհասկացա, իմ պապը Հա։ ծանոթ էր անձամբ իրան, թե ուղղակի բարևում էին շատ ջերմ, որովհետև միշտ նենց բարևում էին լավ իրար։ Ջերմ էր բարևում, հա, մի խոսք։ Այո։ Շիրազը որ տենում էր ռուսերեն խոսացող մոտենում էր ասում էր Խի հայերեն չես խոսում։ Հաստատ։ Ողջունես, մոդից։ Կարաբալան վարդեր էր բաժանում։ Մի խոսքով ժողովուրդը փողոցում շատ անկաշկանդ շփվում էին իրար հետ։ Դե փոքր, հա։ Սա երևանցիներ էին։ Ես այնտեղ զիջեցինք, ստեղ ճանապարհը մերն է, էլի չեն թողում գնանք։ Ես մեր հալը ոնց արնելու անայդ։ Վերջապես դուրս եկանք Աբովյան։ Անայդ, եկել մեր Գայանեն Ալսեբրուկը գրել էր, որ Աբովյանի վրա մեր կողմերն էր Արմենը այդ դու որ մտել ես նկարիչի մոտ։ Դրա համար էլ չես գտնում, հասիվում չէր։ Ու ես հիշեցի այստեղ բակերում միտեղ Արմենը գնում էր մի անգամ։ Այո, Ես մենք մտա։ այստեղ իրան անկյունին հենց հանդիպեցինք Սայաթնովայի, հիշում ես։ Դե երևի վերջի իր նկարչության տեղն էր։ Ես ավելի հիշում եմ, որ այդտեղ մտա, այստեղ մի տեղ էր, բայց Սևակը չկար։ Սևակը չէր, այդ ուրիշ ստուդիա էր։ Սևակը ես չեմ շփոթում, այդ մասիվի այն կոշիկի տան մոտերն էր, էլի։ Չկտա։ Դու որ նայում էիր Սաշայի ուղարկած ֆիլմը, ես էլ նայում էի մեր ֆիլմը։ Քանի օրա չի նայել, իրար վրա նայեցի էլի։ Ու զարմացա, որ դու Սպանդերան հրապարակը չճանաչեցիր ու նույնիսկ ասիր, սկզբից ասեցիր Շաումյան հրապարակ, հետո ասեցիր, չէ ոնց որ հիշացրեք էլի մեր ոնց դիմեցիր։ Աֆիցիանտն էլ անցավ այդ րոպեն չէի նկարել ոնց որ։ Ասեցի, ես ինչ նկարը, ասեց հրապարակն է չի տնում։ Ես էլ մի տեսակ եղա։ Մի խոսքով Սուսաննան էր մեր գրել։ Հա։ Այո։ Ինչ էր գրել, որ ինչ է այդ։ Որ ինչքան լավն էր այդ հրապարակը, հանգստյան վայրեր, այդ ֆոնտանները։ Սուսանան այդ կոմենտը դրա համար էր գրել, ես էլ կարդացի զարմացա, ասում եմ, տենաս ինչի է գրել։ Այդ լուսանկարի համար էր գրել։ Հա։ Այդ ձկները ու ֆոնտանները շատրվան այդ մեծ։ Հա։ Ու հետո ասում ռուսերեն էր գրել, ասում так упакость сделали։ Հետո տեղափոխեցին այդ առաջվա կուլտուրայի տանում։ Точно էլ գրել էր լրիվ պակստ են արել։ Դե հա, բայց շատ, ես էլ պատասխանեցի իրան, որ շատ պակստներ են քաղաքում արել։ Դե ես էլ առիթից օգտվեմ, մի հատ ասեմ, որ ժողովուրդ ջան, Շենգավիթ playlist ունենք, գտեք, այնտեղ այդ շատրվանն էլ կա հինը, որը տեղափոխել են այ Սուսաննայի ասած տեղը, մանրամասն շատրվանն ենք նկարել, առանձին ձկներին եմ նկարել։ Շատրվանից մի քիչ այն կողմել են Միկա մարզադաշտներ, հիշում ես մի անգամ էլ այդտեղ գնացինք։ Այդտեղ էլ գնացինք։ Նկարեցինք։ Նենց որ այդ մասերը
Չեմ կարծում հիմա այսօր առանձնապես փոխվել է, քան մեր նկարած ժամանակ էլի։ Կարակ Բայց հետո լավ բարելավեցին այդ մասը, էլի, որտեղ շատ երվանը տեղափոխեցին, այգին, բան, չի սկսեցին խնամել։ Ինչ ես նայում, Մար։ Ես ինչ է գրացել։ Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ ավտոմեքենաների համար այստեղ։ Էս։ Հա, ինչ աշխատանքային ժամը բրծել է։ Հիմա բայց մենք որտեղ կանգնենք այստեղ։ Օգտվենք ոչ մեկը չի նեղանա։ Այստեղ տեղ կա որ մենք Հա, ենք։ լավ էլ տեղ է։ Всё կանգնեցի Ստեփանայդ։ Գնացինք Անայդ ջան։ Արմեն, Աջան։ մենք շաբաթորն ենք այստեղ եղել։ Հա, Այո։ բայնով էր ասում։ Ձեր տուն չհասանք, հետո հետ գնացինք Թումանյանը նկարելով, երեխեքին հանդիպեցինք մեր թորնուհիներին։ Հիշում եմ Սաղանայդ։ Բայց այնով էր ասում, որ մի գետը երկու անգամ մտնել չի լինում։ Հնարավոր չի։ Չնայած ես հիշեցի, որ երբ որ դու նոր սկսեցիր, դու շատ հաճախ կանգնում էիր Սայատնովա Աբովյան խաչմերուկի վրա ու նկարում էիր ընդ։ Ճիշտ է։ Մերոցից մեկը գրել էր Արմեն ջան, Երևանը մենակ օպերան չի։ Εμάχ ինչ դուս էի գալի 15 րոպե։ Հա, կարճ էիր նկարում։ Կարում եք գնում էի իմ գործերով։ Մենք այդ պիեսան տեսել ենք Սուրոյի։ Փսիխոս։ Այո։ Սունդուկյանում, հենց պրեմիերայի վաղտել գնացել ենք։ Ես որ չեմ տեսել, էլի առանցից գնացել եք։ Իրոք էսեն Արմեն։ էսեն բաննա Հիչկոկի ֆիլմով է։ Չի։ Հիչկոկը մի հատ ֆիլմ ուներ է։ Հիշում եմ, այո։ Բայց նա փսիխո էր, չէ՞։ Զաչկար։ Բոլորովին նա չի։ Բոլորովին նա չի։ Սա պսիխիատրիստի հիվանդանոցում ինչ-որ մի խումբ աղջիկներ, ես էլ եմ շատ վատ հիշում, բայց պսիխոն չէր այդ հաստատ։ Կոնտրաբաս։ Ուրա, բայ։ Հուսա։ Զյուշկին Դանայդ։ Հեղինակը։ Трагикомедия. Вытакира. В одном действии. Постановка. Сурен Шахвердзян. Режиссер Елена Վարդանյան։ Մարիաննա Մխիթարյան։ Ես մեր Մարիշն եմ փնտրում։ Մարինոսյան, ինքը ստեղ է, չի աշխատում։ Հա, չկար կոնկրետ, գիտեմ, ես էլ գիտեմ, ես էլ նայեցի, չկար։ Դու որտե՞ղ ես գիտես Մարինայի։ Ոնց, իմ համակուրսեցին էր Մարինա։ Հա, իսկ իմ ինչն էր։ Բակի։ Չէ։ Տատիկիդ Բաքում էին, է՞։ Չէ, տատիկից Բաքվում ես խի պետք է իրան ճանաչեի։ Մանկապարտեզից։ Այո, համամանկապարտեզցիս էր։ Մի խմբից էինք։ Մի օր տենց իրար հետ նստած ենք միտեղ, как раз ես ասեցի իրան, ասեցի դու գիտես որ ամուսինս քեզ ճանաչում է, մանկապարտեզ եք իրար հետ հաճախ, ինքնից զարմացավ, ասում է լուրջ։ Ոնց, ասեիր ամենագեղեցիկ տղան էր ձեր խմբից, վռասկը հիշեր։ Լավ, էլի ընկար հայլիների մեջ, այ բալամ։ Սիրում եմ էլի։ Քեզ, ինքդ քեզ, հա։ Ինքնահավան։ Մի հատ էլ ընդեղից կանգնեմ նկարել ես սրտերի մեջից։ Երևանի սիրուն զույգ։ Զույգ, ես ուրեմն մեկին պետք է խնդրենք, որ մեզ նկարի։ Չէ, ես ճիշտ ասած այդքան չեմ ձգտում։ Ճիշտ ասած ես էլ։ Հետաքրքիր է։ Կարիդորը բացել են։ Հետաքրքիր է։ Ամսումը։ Տանը որ ասեմ օրը
կես րոպեից ավել հայր դեմ չեմ անցկացնում, երևի ոչ մեկը չի հավատա։ Անահիտ մի հատ բան արա, ասա իմ տեղը։ Ճիշտ է, բոլորը խոստովանում եմ, բայց Երևանի փողոցների հայրենիները բոլորը անցնում ես նայելով։ Հիմա այստեղ էլ նայեցի, բայց այդ չի նշանակում։ Արմեսուր են գնում են, դեռ Հատ գնանք տնենք ինչ են բացել, այ Անահիտ։ Բայց ես ինչ քամի ասպասի անջատեմ։ Դուրս եկանք։ Բայց քամին շարունակվում է, այ ես վախվում Դե որտեվ սկվազնյակ է, բաց տեղ է երկու կողմից։ խանգարի ձեներին։ Էս շատերվանը կա, Արմեն։ Չէ, ստե սաղ փոխել են, սա ոչ մի բան սենց չէր։ Ես հրավերցին է բանը։ Դրած է հիշում եմ։ Հա, դրած էր, բայց սենց չէր։ Էս դրակոնն էր։ Սկզբից ինչ որ գինետուներ ինչեր, չէ, ինչ որ Ոնց էր։ Armenian wine, ինչ որ Հա, սենց ճիշտ է, հիշեցի։ Հետո դարավ դրագոն։ Դրագն դարավ, տնանք ինչ է գերած դրագնի վրա։ Նա, ցենց, անորոշ Մաքսում բաներ։ պահել տարածքը հսկվում է տեսախցիկներով։ Ուշադիր է վրանայդ։ Մեզ հսկում են։ Բայց այս տումբաները ինչի համար են, Արմեն։ Քո կարծիքով ինչի համար են։ Դե ես չգիտեմ, դրա համար հարցնում եմ։ Իսկ նա ծաղկամաններ են, Հա, վերևից փակել են, դրա համար չես հասկանում։ կամ մոխրամաններ։ Լավ է։ Ես էլ եկանք հին Երևանցու փոց։ Կար գնանք ապական։ Բլանդերի են բաները նավյանետ։ Պատնեշը։ Չէ, անդի բակ էլ նի ոչ թե փողոց։ Ամենացուրտ տեղը բերեցիր ինձ։ Ախշարի։ Բայց հիմա զատո Անահիտ իմացանք, որ հյուսիսայինից այ հեն անդեղ հյուսիսայինը վերջապես այս կամուրջը արդեն աշխատում է, կարանք դուրս գանք հյուսիսայինից Աբովյան երբ որ ուզենք, դե չենչի նման էր չգիտեինք։ Ոնց, սրա այս կամուրջը մենք լիքման ենք եկել։ Լիքը ման ենք եկել, բայց հետո այս շինարարությունը որ Հա, թափ դե, հավաքեց, այո, այս դա- լրիվ փակվեց։ Լավ արի։ Արիլը տնանք սեմյատ ծակ չկա, այս կողմից մտնենք, այն կողմից դուրս գանք, էլ այդ քամու մեջով չանցնենք։ Կեղտերով հիմա է։ Ոյ Արմեն, քեզ միշտ ձգում է այս փոշիները, չգիտեմ ինչի։ Բան կար է, հիշում ես, փոքր վաղտ անցնում էինք դպրոցում։ Փնթի սեթոն, հիշում ես։ Չէ։ Ես մենակ անունն եմ հիշում։ Փնթի սեթո։ Հիմա ես եմ Անահիտ ջան։ Դու որ մենակ ես նկարում գալիս ես, այս բոտասները մոխրագույն են։ Հա։ Քան ես մանգալի է։ Կյանք տեսած, այս Երևանը սենց է դառնալու լիչ գեղեցիկը։ Ես չէ, Բուրջ Քալիֆան, հա։ Չէ, այմարդ Երևանի նոր պրոյեկտն է։ Բայց ես չէ։ Այսպես ցենտր Բուրջ քաղաքը։ Քալիֆայի համար։ Այս բանին նման է, գիտես Բերլինի վիշկային, բայց Բերլինը չի իհարկե։ Ուրանք այս կառույցը ես չեմ հիշում այնտեղ Դուբայում։ Չէ, Դուբայ չէ, ինչ Դուբայ։ Դու էլ մի հատ երկիր ես տեսել, զարմացրեցիր։ Դե հա, Սաբլիմիրնի Դուբայ։ զարմացրեցի մի հատ երկիր առանց քեզ, ոչ թե մի հատ երկիր եմ տեսել։ Ես բժանդակ, ստեղ ամաններ են լվանում, ստեղ արդեն խոհանոցն է, ես ինչքան, Պնտիտեսկ ունի, չէ, Արմեն։ չես բաներից ես, լուսամուտների վրա ես ինչ ապակիներից։ Այստեղից նոր ռեստորան է սկսում, նայեք ինչքան օժանդակ տարածք է պետք ռեստորանին, համարը իրա չապանայդ, Կարող է նույնիսկ ավելի շատ է այս մասը, կամ թե բանը, զալը։ հա, վրա տենց տպավորություն թողեց, հա, իդեպ ոնց է կոչվում ես ռեստորանը,
Մուրացա գիտես Բայց գիտեիր գրած է հանդը մեր Երևանը թե Երևանս ինչ որսից մի բան էր Չէ, այդ լուսանկարվելու համար էր լավ Ոչ, զույգը Երևանս Արի նայենք համես Նայենք Ինը վերևը գրած է Վերևը Հասկացա Անայի ջան Երևանի սիրուն զույգ Վերևը Երևանս Այո այդ բուտկան որ ասում էի Հենրիկի Են կագեբեի այստեղ էր, ստեղ մի հատ Դες այդ շենքերը հիշում եմ շատ լավ Են առյուծներով չէ, հիշում ես այդ առյուծին որտեղ հանդիպեցինք Այդ շենքի վրայի Տեր առյուծ Գաբրիելյանից դեպի Ամիրյան գնացող մասը Չէ, Անայի ջան, կոնկրետ այս շենքի առյուծի մասին է խոսքը Բայլք ես Տեր Գաբրիելյանի Նոր հիշեցի բանը Ոնց էր այդ կնոջ Լուսիկա Գուլեցի Միլենիում Երևան Եվ արդյուց Առյուծը այդ բանն է Ամպակասա Պատմել եմ Ռիտի հետ մի անգամ փոքր էր գործով գնում էի, հետս վերցրեցի մտանք այդ Ծառուկյանի պալատները Դուրս եկանք Ռիտեն հենց վախեցած Ձեդ էդ խեր այդքան շատ առյուծ Սաղ առյուծների արձաններ էր Երեխեն վախեցել էր Ողջույն Ասինք տնանք ես ինչ եք անում Սպասում է Սարքելու օտելի իստիջուննա Հյուրանոց, ռեստորան, 25 հարկանի շենք է Եվ ես որոշ է բացում անես Առաջու հարկը մուտքն է էլի Reception Չէ? Չգիտեմ ոնց որ կասել Չասեցիր է, բացումը եվ ես նախատեսել Դա չեմ կարել ասել ոչ մեկը Չէ, Մի տարուց շատ Դե լավ, հələ մի տարի կտևի Բա ինչ Ինչ ասում Մեջին 25 հարկը կահավորելը, սարքելը Դե ձեր գործերին հաջողություն մենք գնացինք Են շենքն էլ ընդեղ մնաց Անայ չես հետևում էլի քաղաքիդ Ինչը մնաց անտեղ Են շենքը ընդեղ, են ինչը Դե վապշու Խայտարակությունը Հլեչնենք ես մեկը ստուգենք ինչով են զբաղված Որը կանաչ ապակին Ալեն փագել են Սետկայա Սա վերջնական պարզեցինք ներքին բակը ալնելու Ներքին ճիշտ եմ ասում խոսքը Դու կարծում հետո եկար նորից նկարեցիր, երբ որ են տղան մեզ մոտեցավ ասեց մի հատ նայեք այդ պատը բայց դե մութ էր Դե հիմա շուտով կմտնի, արի շուտ հասնենք Էլի նկարը Դե շուտ գիտում Բա որ կողքով անցնում ենք, ինչ պետք է անենք Էլի Այան այդ գիտա հետազոտական ինստիտուտում աշխատելն էլ մի կարգին բան չի Ամեն ինչ ուզում ես մինչև վերջ հետազոտես, ինչի Դե համար ես շատ կարճ եմ աշխատել գիտա հետազոտական ինստիտուտում Երևում է Կեղտոտ տեղեր ալնում, չես մտնում Հələ պատկերացրու փորձը, որ կեղտոտ ալնի չդնես, ինչի նման կլնի Դենց գիտնական կլնի համար հատուկ հակուստ են հակնում, խալատն է ես դու քշում ես նույն բանով հակուստը Էդ էլ ես ճիշտ ասում Էստեղ մնաց ես բանը Էլի միացած սարքելուն կմնա Անցում մնաց Են ռեստորանը մտանք տեսանք Են ինչա կողքը ինչ-որ մի հատ Կավ այդ ռեստորանն արդեն պագեցին Չէ ուրիշ բանա չէ միո ինչ-որ Դեն մեզ են կողմը գրացա միո Չէ ռեստորանը մնացել է Ներքևը գրած է, բայց ես ոչինչ New is coming չեմ Բայց վերևը ինչա գրած շատ Լավ են մայթով հետ կգնանք Հետ կգնանք սաղ կիմանանք
Էլի փոխեմ սկսեմ ծակ ու ծուկերով նկարել։ Չէ։ Չէ, չեմ նկարի։ Գնացինք։ Դες ինչ գեղեցիկ ապակիներ են դրել, լուսամուտներ են դրել, ես լավ ձև է, չէ? Ինչ։ Ես լավ ձև է, էլ չես փոխում լուսամուտները, սանց նկարներ ես կպցնում, Ես գիտես սա որտեղ եմ շատ լավ հիշում, Պիտերգոֆում էր, մի հատ բան էր, փոքր դվարեց էր ինչ էր, на берегу озера, այսինչ պատոաներ էր սա նկարած, ուտեց տպավորվել էր, այն 70-ական թվականների բայց ռեմոնտ էին անում, ես ինչ է restoration, ռեստորան է սարքել։ Չէ, ռեստավրացիա, Սիրտս, վերականգնում, վերականգնում, սիրտս կցեց այն արտասեր, սուպեր ռեստորան են վերաշել սարքել։ Երևանցիներին շատ չկա։ Սիրում ենք էլի ռեստորան, չէ՞ մենք։ Դե ասեմ քեզ, Ասա։ ոչ իհարկե վաբիդու բոլորին, Ահա։ որ սովորաբար սաղ Երևանը, որ ապականեցին, շատերը ուղակի երևանցի չեն։ Իրանք սրտացավ չեն քաղաքի համար։ Մի րոպե, այս մոտեցանք մեր բակին, չէ՞։ Ահա։ Հիմա ես իմ կյանքի ընթացքում երկու բակ եմ փոխել։ Հա, մեկստեղ, մեկ էլ մեր հիմիկվա բակը։ Ու այդ երկու բակի փորձից ելնելով ես կարամ սենց բան ասեմ։ Նախ, այդ կողքերը անկապ բաներ կառուցելը, այ դու ոնց ասեցիր, նիվաբիդու։ Թող չնեղանա ոչ մեկը։ Հիմա ասեմ, մեր բակում տենց բան չկար, այս բակում։ Ոչ մեկը ոչ մի անկապ բաներ չէր սարքում։ Միակ անկապ բանը են Միկոյանը, որ եկավ, մեր բակի երկու հին բոլշևիկ քույրերի համար կարգադրեց բակի մեջտեղը բաղնիկ սարքեց։ Այդ միակ տենց անկապ կառույցն էր մեր բակում, թե չէ ոչ մեկը ոչ մի բան չէր կառուցում, բացարձակ։ Նույնիսկ ալիքենք ասենք շուն ունեին, չէ, կարային մի հատ բուտկա շանգոնե սարքեին, չէ, այդ ոչ մեկի մտքով չէր անցնում տենց անկապ բան։ Մեկ էլ առաջինը մեր հարևանուհիներից մեկը ամուսնացավ մի հատ Շամշադինից էր ոնց։ Ահա, հիշեցի այդ ընտանիքը։ Անունները տանք թե պետք չի։ Չէ, պետք չի։ Մի հատ հոյակապ մարդ։ Շատ ոնց սիրում էր գործանել, ես միշտ իրան հիշում եմ Բաքում ձեր։ Հա, հաղի թարման մաքրեց, խելքի բերեց, սարքեց։ Հետո կամանց մի հատ փոքր տուն սարքեց։ Հետո կամանց մեծացրեց։ Բանջարեղեններ աճացնում, եսի մինչև։ Մի խոսքով, Բաքում։ հա, կարպիսն էլ կատակում էր։ Ասում էր, Այմարդ ասում էր, սաղ ժողովուրդը երևանցիները, կենտրոնում ապրում են, գյուղում դաչա են պահում։ Ես Սերոժը ասում Կենտրոնում դաչա է ասա։ գյուղում ապրում է կենտրոնում դաչա է իր համար։ Բայց անունը տվեցիր, Էդ հնարեցի, Սերոժ չէր։ Այդպես պատմություն էր, դե ամենայնդեպս հələ որ հումորով էինք մոտենում։ Հետո երկրորդը ամուսնացավ։ Սա բան էր։ Դե Սերոժը պայմանական ասեցի Սերոժ։ Սերոժը ֆունդամենտալ մարդ էր։ Սա մի քիչ ավելին են։ Վարշավիր էր ես մեկը, չէ՞։ Հա, ես մեկը Վարշավիր էր։ Ուրեմն մի անգամ հիշում եմ։ Սա էլ գիտես ինչ էր անում, սա ինչքան ես կողքերը անկապ փեդեր, մեդեր, անտեր կար, սա հավաքում վերում էր, մեկ էլ մի հատ սառա էր սարքում, հետո սառայի կողքը ինչ-որ եսի ինչ էր սարքում, անդադ ոչում կառուցում էր տան շուրջը, այն ծայրի ժողովրդի մասին, այն Սերոժի սարքած, մենք մոտեցանք սկզբից։ Սերոժի սարքածրելը մնացել, ան այդ ոնց էր։
Բայց ֆոտոն էլ հետո եկավ էլի։ Այս ֆոտոն вообще տաղանդավոր մարդ եկավ վերջում։ Մեծ ասես։ Էս Միկոյանի պրոյեկտը այս բաղնիկը։ Ուտես։ Բակի մեջտեղը։ Փոքր է դառը, որ սա շատ մեծ է երևում։ Այդքան աչքի, այդքան մեծ չէ, էլի, երբ որ տարածք կար, իսկ հիմա մի մնացել տարածք։ Մի րոպե, բակը ստեղից ինչև այստեղ մանկապարտեզի պատն էր։ Աշկիս է Սիբիսը եկել է մեր բակի վրա, անայց սենց չէր։ Ստեղ ահագին այգի էր, ինչև Հիշում եմ։ հեռու էր մանկապարտեզի։ Այ մարդ էսի չա դառը մեր բակը։ Թթի ծառը։ Քերին եկավ մեր բակը, դուլուլու մեր բակը, գնացինք մեր բակից անայդ, մի խոսքով սենց հայր, հա, ու մի անգամ նս լավ հիշում եմ անայդ, ես մեր մոտ ստեղ բաներ չէ, այստեղ մեր շուշաբանդն էր, հիշում ես, այդեղ նստացած է յուտում պատուանից նայում է, մեկ էլ տենամ այդ մեր Վարշավիրը, էլի ինչ-որ պեդեր աղես, կիսա պտած, մտած, պանջվելով կաշատարի, ու մեկ էլ, գիտես ինչ մտքով ես։ Ուզում եմ կեզ ընդհատել, բա մեր պատանների տակել նույնն է կատարվում, մասիվում։ Ես պասի հիմա կգամ տեղ էլի, մասիվ էլ կգամ կհասնեմ։ Հիմա նստած եմ ու մտածում եմ, այ մարդ, ես օրինակ, որ Աստված է ելնեի, ես Վարշավիրին, հաստատ ոչ նորմալ տուն կտայի, ոչ բան կանեի, այսենց տեղ կտայի, ապրի, ինչի համար, որտև հոյակապ սանիտար է, այ մարդ, սաղ ես կողքերը, սաղ մաքրում է, ես մարդուն տուն տամ, սանիտարից կզրկվեմ, ինչի համար, տնա լավ սանիտարություն է անում, հետը տենց, հետո որ եկանք մասիվ, դե ընդեղ էլ կային, Հիմա ես ես բացատրեմ ժողովուրդ։ Կային կա հիմա էլ։ Դե տուն ստացան, եկան, հա։ Մեծ մասը ճիշտ է։ Բանից էին, տարբեր քաղաքի տեղերից էլի, Շիլաչի, Չարբախ, կենտրոնից կային մարդիկ, դե որտև ինստիտուտին էին տվել, ինստիտուտում էլ։ Որ աշխատում էր ինստիտուտում։ Տարբեր մարդիկ տարբեր տեղեր էին ապրում էլի։ Բայց կային եւ Համարյա նոր գյուղից եկած ժողովուրդ, հիմա նայեք ժողովուրդ ջան, գյուղից եկած մարդը ինքը ուրիշ ձևի է, ոչ լավն է, ոչ վատն է քաղաքացուց, ինքը ուրիշ է ուղղակի, քաղաքացին շատ լավ հասկանում է, ինչ է նշանակում հանրային տարածք, գյուղերում տենց հասկացողություն համարյա չկա, մի հատ ելնում է մեյդան, որ ասում են, մեջտեղը ժողովուրդը հավաքվում է, իսկ հետո ամեն մեկը իր բակով, իր փոքր տնով, օթախներով, ոնց որ իրանք ասում են, օթաղներում ապրում են, գոմ ունեն, հավաբուն ունեն եւ այլն, էլի։ Հիմա բերեցի քաղաքը։ Հիմա իրանք նախ իրանց համար այդ սոսկալի է, այս բաների մեջ ապրել, նստում ես ես ինչ որ 6-րդ հարկ, 7-րդ հարկ հողից կտրված Ես այդ մարդկանց շատ լավ հասկանում եմ։ Իրանք մի անգամից սկսում են այդ բակի արջևը ինչ-որ բոստանից է սկսվում, բայց հետո մտածում են, բա մի հատ հավերի համար հավաբուն չսարքեմ, էդ էլ է սարքում, դա այդ մարդը ուզում է իր սիրած միջավայրում է ուզում ապրի, հասկանում եք, ու այդտեղ միակ ելքը, ասենք, շատ խիստ հետևել Դե շատ խիստ հետևել է տենց հեշտ գործ չի, որտև մի հատ քաշած արավ են տալի թաղայինին, հետո են մեկին մի քիչ փող են տալի, մի խոսքով մարդու մտքին ոնց որ ասում են տեղ ելնի, էլի։ Ու տենց էլ դե այն օրը տեսակ են կողմերը որ նկարեցի հին Երևանցին, այդ նույն մտածելակերպով մարդիկ են փողոց բան, այդ հասկացողությունները իրանց համար այդքան լուրջ չեն, էլի։ Ուստեղ դե պետք է այդ մարդկանց ուղղակի իսկ ոնց է ալնում, ինչի է ալնում, որ գալիս են, չէ, շատ հաճախ մեզ մոտ ասենք, հա։ Երեխան գալիս է այստեղ սովորելու։
Հետո մաման ուզում է հետը գա, որ երեխային ճաշ էփի։ Դու էլ էր, չէ՞, Ռիտը, որ ասում էր մի մոմենտ կարող է Փարիզ գնաս, ու որ դու ասում էր ես հետը կգնամ։ Ժպտում էր։ Հա, փոքր երեխեքին պետք չէ այդքան շատ նկարել։ Հա, գիտեմ, ոչ շատ լավն է։ Հա, լավն էր, ճիշտ է, ցավոք։ Բայց կարող է նստենք։ Հետո Դե հետո մայրն է գալի, սկսում է ճաշեպել երեխեքի համար, հետո քույրն է գալի, ամուսնանում է, հետո եւ այլն։ Խոսքով օբյեկտիվ պատճառներով գալիս են։ Գիտե, այդ կոնկրետ մեր ինստիտուտի աշխատողներից էին, էլի։ Դե Այնտեղ ոչ կոնկրետ իհարկե գիտահետազոտական մասը, այլ բանվորական մասը։ Չէ, անպայման չէր։ Լաբորանտներ կան, ոչ տարբեր մարդիկ են։ Հիմա գոնե մի քիչ շուտ այդ որ գալիս է գարունը կանանչում ասա, գոնե փակում է այդ կաշմարը մեր պատանների դեմը։ Այդ կա։ Չէ, ձմեռը նայ չի լինում, ոնց է փլատակներն ինչու մոտ ապրես։ Ու ամենակարևորը, որը ինձ միշտ տորմոզ է տալի, էլի։ Այմարդ բոլորը հոյակապ մարդիկ են, նենց էլ չի էլի, որ ասես մի սարքի կրվես հետը գնաս ինչ-որ թաղային բան, ինչ-որ մի ձևի անկապ է էլի, սիրուն չի էլի, լավ մարդ է, հասկանում ես, որ հայրենիքը կարոտում է, ինչ անետ խես մարդը։ Դրա համար ամենալավն է, որ երրորդ ուժը միջավ մտի։ Այսինքն պետությունը Հիմա մեր ձորը սաղ ընդեղ բաներ են սարքել, բնակվում են այդ մարդիկ, ինչ անեն, տարածքը փոքր է, բայց այդտեղ երեխեքը մեծ արագ մեծանում են։ հանգստյան զոնա է լինելու, մեծ այգի է լինելու։ Հասկացա, բայց դու Այդ մարդկանց այդտեղից կքշեն, թե ինչ կանեն, չգիտենք։ Հա, բայց դու պատկերացնում ես ինչ տրագեդիա է սպասում այդ մարդկանց։ Հա, բայց այդ մարդիկ գոնե մտածեին, չէ՞, սարքելուց։ Լավ, հիմա չեն Կարող է մտածում։ տրագեդիա լինի հետո։ Հիմա չեն մտածել, լավ, բայց հիմա ինչ անեն, չեն մտածել տենց ընկնեն աներանելի վիճակի մեջ, թող ապահովեն այդ ժամանակ այդ մարդկանց։ Հաշվեն, տենան ինչ տարածք է, այդ մարդիկ, որ դրանից զրկվեն, են մնացածով, շենքի մեջի տարածքով, կարան ապրեն, չեն կարա, թշնամի չեն այդ մարդիկ մեզ, հետո ինչ սխալվել են։ Դրա համար գիտես այդ համեմատությունները, ասենք, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Շվեյցարիայի հետ, մերոնք հաճախ ասում են, չէ, ինչ է մեզ մոտ Մեր մոտը կարգ ու կանոն է, ամեն ինչը, այդ մի քիչ սխալ է, էլի, տենց ուղիղ համեմատել, որտև մեր մոտ մեր պատմությունն է, իրանց մոտ իրանց պատմությունն է։ Բայց իհարկե ես քեզ ասեմ, այդ ժողովուրդը, որ ոչ մի կերպ չի ուզում լսել նույնիսկ այդ նախկիններին, էլի, պետք է ուղիղ ասել, որ այդ Քոչարյանի ժամանակ այդ շարժումը զավթական, քաղաքը զավթելու շատ ուժեղ թափ ստացավ, էլի, ու Սերժը շարունակեց։ Լրիվ շարունակեց այդ հարցում, այդ բանը շարժումը։ Ես գիտեմ քաղաքապետ, որը ամեն կառուցվող շենքում առնվազն մի հատ բնակարան իրան պետք է նվիրեին կառուցողները։ Եվ այլն, եւ այլն։ Առնվազն ո՞րն է այս ամբողջ շենքը իրանցն է։ Չէ, դա ուրիշ բան, եթե շենքը իրանցն է, բայց գալիս է լրիվ ուրիշ կառուցապատող, քեզանից թույլատրություն է ուզում, դու ասում ես, խնդրեմ, թույլատրությունը կտամ, գնա սարքի 200 քառակուսի մետր ինձ ընդեղ տեղ կնախատեսես։ Են էլ ասում է, ես տավարիշ կամանձիր ու գնում է։ Արվեստ են գնում մեքենան են սարքելու։ Անջատվել ենք, չէ։ Այո։ Լրիվ։
Արա, այս ռուսներին ոնց հասկացնենք, որ Երևանում պետք չի էլի իրանք երգեն, չէ՞։ Իսկ ճուպաները իսկական է։ Չէ, բնական է։ Չէ, Չէ։ արհեստական է։ Հաջես են անգամ այդ հին Երևանցի վրա տեսա շատ գեղեցիկ, բոլորի անսպասելի այդ գույնավորները։ իսկական էին իրանք։ Ուրեմն ստեղ Անահիտը անսպասելի արագ ինչ-որ մի հատ որոշում ընդունեց, ասում է եթե սալատ ունեն, արի մտնենք ես սալատ կուտեմ, դու էլ լամաջում։ Ասի բա տան ճաշի, ոչինչ ասում, այն էլ վաղ է։ Մտանք, տեղ չկար, վերջը մի հատ երկու տեղանոց քթան, դուրսը կար Անահիտը չուզեց, ինչ-որ շատ չեմ Անահիտին լսում, ժողովուրդ, ոնց եք կարծում։ Բարև ձեզ Անահիտ։ Ողջույն։ Ես մտածեցի ինչ-որ շատ եմ քեզ լսում։ Դուրսը չնստեցինք։ Ահա, ստեղից սկսենք, այսքան պատվագիր են ստացել։ Հոխանցիկ դրոշ, բան, մի խոսքով շատ լուրջ տեղ ենք եկել ժողովուրդ։ Ես էլ պրյոմնիկները, ձերը կթակ մեջները։ Ահա, սպորտիկներ, ես բուլգալցիների պարագարներն են, հատը պրյոմնիկ, ստեղ որոշել են մեր հերոսների նկարները փակցնել։ Են օպերան ահա երում։ Դե առանց խնացի ինչ ոջախ չէ։ Անցանք ես կողմ, ստեղ սենց, ստեղ սենց, ստեղ սենց, ես էլ մեր երասանները, ես իմիջանեց հենց են շենքն է, որտեղ երասանները ինչ-որ համբերով։ Հելա վեսկանը բավական է, ես քիչ գրևեցի, ավատեցինք։ Պարզա դուրս եկա ծխելու, հալը նայեք ինչ հետաքրքիր է։ Ես մերն է, տուն լամաջուն է։ Ինչքան լիքն է, այսքանդեղ, այս է, մի սեղան եկա։ Ստեղ լրին դատախտ էր։ Բոհո, երևի նոր է, հա, հլը, իր հաճախորդներին չի կտել։ Կարող է, ես էլ տուն լամաջուն։ 2008 թվից, ճիշտ է գրել են։ Ստեղ էլ, որ սկզբից բացվեց, ինչ-որ տենց լիքը չեր էլի, նենց որ ամեն ինչին համբերություն է պետք։ Ինչ եմ գորգորում, հաստատ բան չի լսվում։ Հա, ժողովուրդ, պարզվեց, մի 4 ամիս է երիտասարդին հարցրեցի, ստեղ էլ են, այս տարածքն են վերցրել իրանց, տուն լամաջում։ Վերնակ ինչ է նշանակում լավ աշխատել։ Բայց այս մասն էլ են իրանք, ստեղ մարդ չկա։ Վատ էլ տեղ չի իմիջալոց են, անկյունը հեչ կամի չի լինի հաստատ։ Հետաքրքիր է, այս կարող է իրանց մատը խառն է այս գեղեցիկ բանը, նկարը։ Նկարը պանոյա չգիտեմ ոնց է կոչվում։ Ես հարցրեցի, ասեցի կարող է ձեր մատը խառն է։ Ասեցին չէ, շատ գեղեցիկ է, շատ ուրախ ենք, ասում եմ, ով է արել։ Ասեցին քաղաքապետարանը։ Հենց որ ժողովուրդ ջան, կխնդրեմ մեր քաղաքապետարանին
մի աչքով չնայեք, այսպես ցենտր բաներ կարա անի, երբ որ ուզի, իրան է ադել ցենտր բան ցույց տամ, հոպ, տեսակ, մի հատ անցք կտա վերևած, ավել շուտ բերեցին, Անահիտը զանգեց, ասեց փոկվի, փոկվանք, ես մի բան ասեմ են աղմկոտ տեղերը, կարող է մոնտաժի վաղտ ինձ դուր չի գալի, այդքան դրա համար չեմ անում, մենակ իմ ձայնը թողեմ, մնացած ձայները անջատում է ինքը էլի, եթե պետք է մի կանեմ, չնեղվեք, իմացեք, որ ես եմ արել, այդ ներսը, որ նկարեցի, շատ աղմկոտ էր ինձ թվում է, եթե չեք հենց էլ կթողեմ, Անահիտը բազուկ վերցրեց թխեմալիով, շատ գոհ է, ես էլ իրա սալատը, ես իմ սուպեր լամաջում, ստեղ էլ խմելու պարագան էր։ Ես մի փոքր ստեղից փոկեցի, մտածելով որ խրթխրթում է, բայց չէ։ Չէր խրխրթում։ Չէր խրթխրթում։ Հիաստափվեցիր։ Դու շահեց։ Չեմ ուզելու։ Մեր մատուցողը Պաշա Դավոյան շատ լավ տղա էր։ Գնացինք լամաջո 1200, լավա չէ, շատ մեծ էր լամաջո։ Համարային աղցան 1500, այդ Անահիտը։ Համարայինը դուրս չեկավ։ Անահիտ ջան, դուրս չեկավ, բայց լրիվ կերար։ Վայ, կեսը քեզ տվեց։ Հա, այդ մի կողմից լավ էր, կեսը ինձ տվեց։ Բայց բազուկը շատ համով էր։ Բայց այս բազուկը այր, այդ, ուր է բազուկը, այս է թխեմալիով, ես շպորձեցի, որտև Անահիտը ինչ չթողեց, ասեց հոյակապ լավն է, ակնոցները սնգան Ես որ իմանայի երկու հատ բազուկը պատվիրեի, էլ այդ սալատը չի բարի։ Դե ոչինչ, ընկերները որ գանք, մեր մի ընկերը վեգան է, իր համար երկու հատ բազուկ կվեկավենք աղցանով։ Բնական Վեգան է, թե վեգետարյանից է, այդ տարբեր բաներ է գիտես, չէ։ Չէ, տարբերը։ Այո, վեգանը ոչ ձույ է ուտում, ոչ մի այդպես բան էլի, ինչ որ է։ Լավ ես ինչ բարդացրեցին կյանքս Անահիտ։ Շուր էլի շատ։ Չէ, տենց չի, ձվածեղ կերել եմ իր հետ։ Հա, ես խարջի գինին, ես ասեցի կես լիտր չմախի 600 բերեցին, ասեց 200 է պորցիան։ Մի խոսքով ժողովուրդ ջան, հələ ասեց 100 գրամ էլ ասեցի ավել լցնեն, ջաջը արմեն։ Դենց որ մենք հիմա տաքսիով պետք է գնանք ուզած-շուզած։ Հիմա ենքան ենք նկարելու Մի լիտր գինե եմ խմել, ինչ նկարել, բան չեմ, չէ, մի լիտր չէ, մի շիշ, 5 շշերով։ Մի խոսքով 7-9, 9000, շատ հավես էր, հավանեցինք, սեղը մի հատ շատ լավ ժույգ եկավ, Անահիտը սկսեց ասել, որ Արմանն է, երկի չէ, ասել չէ, Արմանը չի, բայց մեզ նայում են, սելա, որ Արմանը չի, երկարացնենք։ Ինչ լավ լսվում է այս երկանը, երբ որ կերած խմածս։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մենակ Ալիսը լեգատոն չլսի։ Անկարծ։ И ставят. Ալիսը մաղթ չի գրում, մի անգամ ես վերջերս ինչ-որ բանը, տիկնապուրյանի համար գրեց, անը ժամանակը չի անընդհատ, որ սկզբից շատ ակտիվ է նրնում, հետո ես կհոգնում եմ։
Տենց բանես նկատը։ Ինչքան է տենց ունենք։ Ակտիվ ամեն օր գրում էին, հետո մեկ էլ չխ կտրվում է։ Այո։ Լավ, մենք Թումանյանի մոտ տաքսի ենք պատվիրել, որտեվ ինձ լավ խմացրեցին, փաստորեն։ Այսինչ։ Երևի Facebook-ում ինչ-որ բան են դրել, անսպասելի։ Ոչ որ ձև կա, չի խոսալի։ Անմիջական տղա է, Անահիտ ջան։ Ստեղ էլ սենց։ Բայց մի հատ խոստում տեսա։ 20% էժան դեղորայք։ Այդ հին է երևի, պետք է փոխել։ Այդ որտեղ է։ Այդտեղ գրած էր։ Հա։ Խոստում։ Հիմա պենսիոներներին ահեն բաներին առավելություններ են տվել։ Հա, դրա համար եմ Ասում ասում։ կոտորվում են պոլիկլինիկաները, ասում են, սա պենսիոներները լցվել են, ասում անենց հերթերով։ Հա, չէ, շատ լավ գեղեցիկ ակցիա էր։ Ակցիա է, բայց դե անենց էլի որ բոլորը կարողանան ոչ թե հացի հերթի պես։ Հիմա բա ինչ անես, որ կուտակվել է։ Բժիշկներն էլ արդեն աշխատավարձի բարձրացում են պահանջում, որտեվ գործը շատացել է։ Չէ, բայց բոլոր դեպքերում հոյակապ է ուղղակի այդ, որ թոշակառուներին դες լավ նայում են։ Անայդ, ես չհասկացա։ Ապահովագրությունը բանա, անվճար է, էլի։ Հա, մենք էլ ենք այդ թոշակառու, հեչ վեճը տա։ Վեճիշ չի, ոչ թե վեճիշ չի, ես հերթերի մեջ կանգնողը չեմ։ Են էլ ընդեղ պոլիկլինիկաները Դե սկիզբն է, լավ, էլ մի սապել են, որտև ընդեղ լիքը հիվանդ մարդիկ կան։ Վարակի դինա, հիմա էլ հերթերի մեջ պատսեպիշ, գրիպ ատերց կակույն։ Ամենավը սպասենք մի կարգ։ Այ, Անահիտ, այդ ես եմ, որ կարում եմ քեզ գոհացնեմ։ Չէ՞ դժվար գործ է, այ մարդ։ Ոյ, քեզ պետք չի ոչ մի գործադիր։ Ուշ գործադիր, որ գոհացնես։ Հա, տենց ինքս ինքա գոհանում ես, այդ լավ է, հաճելի լուր էր։ Չէ, լավ ակցիա է, արի դրա դեմ ավելորդ բաներ չխոսանք, ինչքան մարդ փրկվեցին ուղղակի։ Հա, ես բան չունեմ ասելու, բայց դե անենց կազմակերպեին, այ Լավ, Անահիտ, էլի։ լինի, բան, որից հերթեր չլինի։ Մարդիկ հերթագրված իրա ժամին գան ու սպասարկվեն։ Հայերեն դրան ասում են աչքի վերևը ունք է, այդ ինչի նման է։ Հիմա դու ես։ Ժողովուրդ ջան, դե լսեք Անահիտին էլի։ Սենց մարդիկ էլ կան լիքը Facebook-ում, то есть YouTube-ում։ Ինչ չես անում, մի բանից դժգոհ են էլի։ Ոչ թե կան, մեր սա ժողովուրդը տենց է, ինչին անես, մեկը մի բան կգտնեն դժգոհ։ Այո։ Էլա ոչինչ հիմա մերոնք են։ Իմիջիալոց ոչ միայն մեր հայ ժողովուրդը, ընդհանրապես ժողովուրդը երկրագնդի։ Այդ խեղճ Մարգարետ Թետչերը մի անգամ ասեց, չէ՞։ Не пинают только мертвую собаку։ Այսինքն քացով չեն խփում մենակ սատկած շանը։ Ով որ գործ անում, սաղ կողմերից խոսացողները լիքն են։ Նենց որ ժողովուրդ ջան, շատ գործ մի արեք, որտեղ ձեզ կսկսենք քացով խփել։ Բայց մի հատ ուրիշ բան կա։ Ինչը որ սիրում եք, միշտ արեք։ Ինչքան էլ ուզում եք կողքից խփեն, հեչ բանի տեղ մի դրեք։ Այդ իմ խորհուրդն է։ Դե մեծ մարդը մի հատ էլ խորհուրդ տամ, էլի կարելի է։ Գիտեմ խորհուրդ տալը գեղեցիկ բան չի։
Լավ մնաք հայր ջան։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Առողջություն բոլորին։ Առողջություն, Անահիտ, միշտ առողջ։ Միշտ մի քիչ ռեալ չի, դրա համար ցանկանանք բոլորին առողջություն։ Միշտ ամենարեալն է։ Սեր եւ բարիություն, որը կփրկի աշխարհը։ Լավ, համաձայնվեցի։ Սեր եւ բարիություն։ Դե գնանք տաքսի գտնենք։ Բասմես պատվիրել եմ, ես էլ արխային գնում։ Ուրա պատվիրել եմ Անահիտ, իրար հետ ենք անընդհատ։ Հիմա նոր պետքա ադբոյ տամ ես վիդեոն ու պատվիրեմ գա մեր երեկվա այ այնտեղ որ վայ ինչ լավ երեկո էր երեխեքի հետ նստեցինք։ Այդ աղի խնկալին էլ հետ չխանգարեց։ Բայց բելինզը։ Այդ բրինձը ես չկերա, այդ քեզ խանգարեց։ Աջան։ Դա ուտելու բան չէր, այ Արմինջան։ Դե դրա մեջ Շատ ինչ որ ջերի հետ խառնած։ Մեջն ինչ մի քանի կանանչ գարոշիկներ ու մի երկու հատ թթկյասը։ Դե լավ դու քոնը ունեիր էլ մի Անահիտ, այդքան բողոքի։ Բայց տենց չի կարելի, էլի տենց պատրաստել։ Նամոսն էլ լավ բան է, հա, ասում ես։ Իննսը կերավ ասում է, բաբայ չես սարքում ձեր տան, ասում ես սարքում եմ, պապակ չի սիրում։ Պապան ասում է, ծեծելու տեղ։ Պապային սաղ պետք է պապայի ճաշակով արվի։ Սենց համարցակ բաներ էր պապայի մասին ասում։ Եսա պապային իմաց կտամ։ Պապան կիմանա կնայի մեր վիդեոն։ Դե վերջը ջան։ Ես չանձրի բարեկի, թե ջրել եմ։ Արի ես պրծնեմ, հա, Անահիտ։ Ոյ, Անահիտ, անձրև է եկել։ Բայց ուրա Ում դարդնա կտրվես դեր ջրեն։ Ստեղը սենց լուժեք եմ։ Բարշի անձրևից է։ Ես կինց թումա լվացել են Արմենջան, լանայի դեղել են ինչ-որ, սենց երևումա բերել են ուժեղ նապորով լվացել։ Հա, մեկ էլ կարապի, են էլ լվացել։ մեկ էլ կարապի լիճն են լրիվ լվացել, ընդեղ էլ է։ Դե հատակը, Հա, չէ։ երևի։ Համաձայնվենք, որ կարանանք ավարտենք հաղորդումը, թե չէ։ Չի ավարտվի։ Դե վերջ։ Ողջույն եմ ացոցա ջան։ Այն որ Արմենը ձեզ բարևեց, բայց ես կողքը չէի որ բարևի։ Այ հիմա խնդրեցի հատուկ որ ձեզ բարևեմ։ Ողջույն։ Ողջույն։ Սիրում ենք ու միշտ հիշում ենք։ Մտածում եմ ձեր մասին։ Մեր սրտում եք։ Էմա ծոցա ջան։ Իրոպե, բայց ես տիկին էմա էի ասում, ես ինչ։ Հիմա մի անգամ էլ դուրել է տենց ասամ, ես եմ միշտ դիմում։ Դե մի բան էլ ես ասեմ, այս շենքի լուսանկարը սկզբնական Արարատ Եգանյանը ինձ ուղարկեց WhatsApp-ով ու ես վերջապես լրիվ հասկացա այս շենքը ոնց է եղել ու լավ այդ առանձին պատմություն է։ Վերջ, էլի եկանք։ Ասա Անահիտ ջան, քո խնդրանքով եմ միացրել։ Հա, մերոնցից մեկը, դե չեմ հիշում կներեք ձեր անունը, Նիկը, գրել էր, պետք է ճիշտ էլ գրել է, համ կառուցողներին, համ թույլ տվողներին պետք է դատել։ Այո։ Ես կկախեի, ոչ թե կդատեի։ Հա, դե Անահիտը գիտենք, էքստրեմիստ է հայտնի։ Բայց շատ բարի էքստրեմիստ է, սենց դուխով խոսում է։ Անահիտ վերջ։ Խոսանն էլ փողով չի։
Անայդ վերջ, Հա, Արմեն ջան, վերջ, դու կանգնեցիր ես շենքի դիմաց։ դու ասեցիր, ճուշտուր ես ասեմ, մերոնք ճիշտ։ Ասեցի, բայց սկզբից դու չես ասած։ Ժողովրդյան հույսով եմ ավարտեցինք։